Բարև ձեզ, Factor TV հյուրը ապրելու երկիր կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանն է, ողջույն պարոն Առաքելյան։ Բարև ձեզ։ Գիտենք, որ ուժեղ Հայաստանի հետ եք դուք մասնակցում խորհրդանական ընտրություններին, ոչ դուք, ոչ Մալեթ Հանդիլյանը պատգամավորի տեխնացու չեք, բայց ձեր կուսակցական գործընկերներ ցանկում կային, կասեք որևէ մեկը կհայտնվի խորհրդան նրանցից։ Այսօրվա արդեն պատկերով մեր թիմից Սուզաննա Ավետիսյանը անցողիկ տեղում է։ Մյուս մեր տեխնացուն որ կար, նու այս պահի դրությամբ ովքեր որ մանդատները վերցրել են, մի քանի տեղ հեռու է։ Մի քանի տեղ հեռու է, այսինքն եթե ինքնաբացարկայտեն կմոտեն։ Հա, նու այս պահին է, քանի որ տենց այդքան շատ նախադրյալներ չկան ինքնաբացարկների, փաստենք որ մեկ մանդատ ենք ունենում։ Ինչու պարտվեցիք։ Ընդհանրապես մի քանի բնականա վերլուծել ենք, որովհետև շատ կարևոր է, որ ընդդիմությունը ընտրությունների Թե համարում եք, որ չեք պարտվել։ Չէ, իհարկե պարտվել ենք, որովհետև ընդդիմության գործը եղել է առնվազն հասարակության ճնշող մեծամասնությունը ընդդիմադիր այն ուժերին, ովքեր մեծ ձայներ են հավաքել, նրանց ընտրել են իշխանափոխության նպատակով, որովհետև ցավոք խորհրդարանական կառավարման համակարգը էապես խեղաթյուրվել է եւ փաստացի ինքը վարչապետական ընտրություններ են, այսինքն մարդիկ ընտրում էին, որ վարչապետ ընտրեն կամ ուզում էին նաեւ քարոզարշավն էր մեծ մասամբ པարզ լինենք, վարչապետական քարոզարշավ էր, բացառությամբ մի քանի ուժերի, ովքեր իրավամբ ասում էին մենք մասնակցում ենք խորհրդարանական ընտրություններին, ուզում ենք խորհրդանում հայտնվել, ու այդ բոլոր ուժերը չանցան, այսինքն համակարգը ցավոք չի դարձել խորհրդարանական, այսինքն էլի անձի ընտրություններ էին տեղի ունենում, ինչու պարտվեց ընդդիմությունը։ Պատճառները մի քանիսն են, այդտեղ բացառիկ ճշմարտություն չկա, ես կարող եմ ասել մեր վերլուծությունները, մեր տեսակետները, որովհետև այո, ես կարծում եմ, որ կար մեծ նախադրյալներ ընտրություններով իշխանափոխության, որը մենք բազմիցս նաև ձեր այդ զրույցներով ֆիքսել ենք, որ շատ կարևոր է նաև ժողովրդավարության, պետության զարգացման տեսանկյունից, միայն օրվա իշխանության փոփոխությունը չհամարենք կարևորագույն գործոն, այլ նաև ունենանք իշխանություն, որը ձևավորվում է ընտրությունների միջոցով։ Նախադրյալը ինչու չօգտագործվեց։ Այդ նախադրյալների մեջ այն, որ իշխանությունը օգտագործեց բացառիկ վարչական ռեսուրս, լծակներ, բռնաճնշումներ, առնվազն մեզ համար պարզ էր։ Այսինքն, թե այս օրերին հա ֆուտբոլային լեզվով ասենք, ոնց որ գնում ես ֆուտբոլ խաղալու, նախորդ իմանում ես, որ մրցավարը այն մյուս թիմի կողմից է, հետեւաբար դու պետք է քո գործողությունները քո խաղը կառուցես, որ իմանաս, որ այդ մրցավարը քեզ անտեղի կարա մի 2-3 հատ կարմիր քարտ տա։ Բայց էր մրցավարը Սաակաշվիլիի կողմից։ Դե ինչ որ մի պահի լինում է, որ ես չեմ ասում որևիցե երկրում հնարավոր չէ իշխանությանը ախտել։ Հիմա խոսենք ավելի շատ, բայց ընդդիմության սխալների մասին, որովհետև շատ կարևոր է, որ հանրության հետ անկեղծ լինենք, չգնանք էլի այն տրամաբանությամբ, որը ցավոք հաճախ տեղի ունենում, որ մեղավորը լինում է երկու սուբյեկտ՝ իշխանություն, ժողովուրդ, իշխանություն, ժողովուրդ, չէ։ Ես կարծում եմ, որ մեղավորության մի մեծ բաժին ուներ ընդդիմությունը, պետք է։ Պարտության մեջ։ Այո, որովհետև հասարակության նախ փաստացի հասարակության մեծ մասը չի ընտրել ԿՊ-ին, այսինքն հա 50%-ից ավելը չի ընտրել ԿՊ-ին, հասարակությունը եկավ ընդառաջ ընդդիմության, մեր բոլորի լրագրողների, հանրային գործիչների կոչին ապահովեց ակտիվ մասնակցություն, գերակտիվ մասնակցություն, որ սպասելի էր։ Ինչ եղավ։ Ընդդիմության դաշտում մի քանի առանցքային սխալներ կարող ենք արձանագրել, որ շատ մեծ էր շանսը, որ հնարավոր կլիներ ունենալ նաև այլ ընտրանքներ, ընդդիմադիր, պայմանական ասած այդ 4-րդ բևեռի ձևավորում, քանի որ հիմնական 3 բարձր ռեյտինգ ունեցող ուժերը հանրային ընկալման իրենց մասով որոշակի ընդհանուր կացեի մեջ ձևավորվեցին, հայտնվեցին նախընտրական շրջանում, այդ թվում նաև իշխանության քարոզարշավի միջոցով, հա, այդ եռագլուխ մի հատ sense հավաքական կերպար ստեղծվեց եւ արդարացիորեն ինչ որ մարդիկ չէին ուզում ընտրել այդ ուժերին։ Հիմա օբյեկտիվ, սուբյեկտիվ պատճառներով հակաքարոզի կամ իրականության արդյունքում եւ կար շանս, որի ուղղությամբ մենք մեծ ջանքեր էինք գործադրել, դրա մասին զրուցել ենք, որ ձևավորվեր մի խումբ ընդդիմադիր, որ հասարակությունը նաև այդտեղ ունենալ այլ ընտրանք եւ դրա կողքին շատ մեծ սխալ եղավ, որ մարդկանց նաև ընտրողներին մոբիլիզացրեց ընդդիմությունը դեպի այդ 3 ուժերը, այսինքն այդ ձայների փոշիացման
process-ը այնպես արեց, որ կամ այս 3 ուժերին եք ընտրում, կամ ընդդիմության ոչ մեկին մի ընտրեք։ Որտեղ հասարակության մի մասը ոնց որ ունեցավ խնդիրներ, այսինքն եթե այս 3 ուժերին չի ուզում ընտրի, բա ում ընտրի։ Ու նաև մենք տեսանք, որ բազմաթիվ ընդդիմադիր ուժեր, որոնց մղումների իշխանապողության անկեղծությանը ես չեմ ուզում կասկածել, բայց ցավոք ունեին պոտենցիալ միավորման շնորհիվ առնվազն հաղթահարել 4%-անոց արգելքը եւ ունենալ այլ պատկեր։ Բայց մենք տեսանք, որ մի քանի ուժեր, որոնք չենք ասի, որ տենց լավ ակնհայտ էր, որ տենց 0%-ի շրջանակներում են, մենք տեսանք 2%-ից ավել ձայներ հավաքած ուժեր կային, այսինքն որոշակի քաղաքական կապիտալ ունեցող եւ նորաստեղծ եւ թեկուզ հնաբնակ ուժեր կարող էինք միավորվել եւ ունենալ լուրջ խնդիր, ստեղծել լուրջ խնդիր իշխանության համար։ Մյուս կարևոր բլոկը Քարոզ Արշավին անդրադառնանք, ցավոք ընդդիմությանը չհաջողվեց իշխանության կեղծ թեզերին դիմակայել, որովհետև շատ հաճախ մենք հանրության հետ շփման ժամանակ արձանագրում էինք, որ այն կեղծ թեզերը, որ իշխանությունը տարածում է, պատերազմի վտանգը եւ այլ խնդիրներ, մարդկանց այդ վախի սերմանումը, դրա դիմաց ակտիվ աշխատանքներ չարվեց, այսինքն մենք չկարողացանք հանրության հետ խոսել այն արդյունավետությամբ, որ հանրությունը իրական պատկերը հասկանա ու կատարի օբյեկտիվ ընտրություն։ Այսինքն բազմաթիվ խնդիրներ կան։ Դա եւս պարտության պատճառն է։ Ես կարծում եմ, որ հանրության հետ ավելի արդյունավետ խոսակցության կարիք ուներ ընդդիմությունը, քան այն քարոզչական տեխնոլոգիաները, որ ուղղակի քարոզչության ընթացքում կիրառում ես, այսինքն հանրության հետ པարզ, ազնիվ ու նաև ռեսուրսների մեծ ներդրում, որպեսզի հանրությունը ինքը շատ բարդ է, այսօր ոչ միայն Հայաստանում, ամբողջ աշխարհում դուք ավելի լավ եք այդ տիրապետում, կեղծ ինֆորմացիայի տարածումը ու ֆիլտրումը շատ հաճախ կարող է լրագրողների մոտ էլ չի ստացվում կամ մասնագետների մոտ։ Հաճախ մենք ենք թակարդի մեջ։ Հա, հետեւաբար հանրությունը այդ թակարդից դուրս գալու կարիք ունի, որը իշխանությունը շատ լավ տիրապետում է այդ կեղծ թեզերի տարածմանը կամ փոքր ճշմարտության վրա ավելի մեծ կեղծիքներ տարածելուն ու այդ ագրեսիվ քարոզչական ալիքներով լցնելու դրա դիմաց պետք է պայքարել, այսինքն այս ամենը չակնհայտ էր, այսինքն հանրության մոտ էլի մենք չկարողացանք ձևավորել այնպիսի որակյալ այլընտրանք, որպեսզի հանրությունը, որովհետև այն որ հասարակությունը ուզում էր իշխանապողություն, հիմա էլ ուզում է իշխանապողություն, ակնհայտ է, բայց չկարողացանք տալ այդ որակյալ այլընտրանքը տարբեր օբյեկտիվ սուբյեկտիվ պատճառներով։ Այ կարևոր բան ասացիք, ԿՊ-ն խաղաղության դրոշակը վերցրեց եւ իրենց հիմնական կարգախոսը խաղաղություններ ցույց տալով սահմանում կրակոցների բացակայությունը Ադրբեջանի խաղաղության համաձայնագրի նախաստորագրումը եւ ցույց տալով ընդդիմության խոսույթը եւ մտադրությունները իշխանության գալու պարագայում ինչ որ խմբագրումներ մտցնել այդ ձեռքբերումների մեջ նկատի ունեմ խաղաղության համաձայնագրի ինչ որ երաշխավորների բերել, ասելով, որ սա իրական խաղաղություն չի, արժանապատիվ չի, իրական չի, ուժեղ չի, չգիտեմ, եւ այլն, սա պրոբլեմատիկ չէր, որովհետեւ կասկածի տակ դնել այն ինչ որ մարդիկ տեսնում են, գոնե սահմանին չկրակելը եւ ասել մի քիչ ավելի արժանապատիվ, այն դեպքում, երբ որ դու գիտես, որ թույլ կողմն ես եւ իրականության մեջ չես կարող ավելի արժանապատիվ բան ստանալ, քանի այն ինչ որ կա, քո ռեսուրսները հաշվի առնելով Ադրբեջանի ագրեսիվությունը եւ պատերազմական բնույթը, զինվորության աստիճանը, ռեսուրսները եւ այլն, մարդիկ միգուցե վախեցան ուղղակի ընդդիմության թեզերին հավատալուց, այդ իրական այլընտրանքը Փաշինյանական խաղաղության, ընդդիմությունը չկարողացավ առաջարկել ինչ էր դա։ Ոչ վախելու այլընտրանք էլի, թե չէ ինչ որ բան ասեցին, բայց շատեր վախեցան։ Ու չեմ երկի ձեր ասածը, այո, որովհետև նայեք, երբ որ խորքային մասնագիտական ուսումնասիրում ես, որ Հայաստանի իշխանության վարած քաղաքականությունը արտաքին Ադրբեջանի հետ հարաբերությունները արդյոք մեծ վտանգներ է պարունակում կան, ականներ, կարծում եմ ոչ մեկ չի հերքում, որ հայ-ադրբեջանական հարաբերությունները ինչքան էլ սահմանին խաղաղ է, սահմանին կրակոցներ չկան, բայց փխրուն է։ Երբեմն իշխանությունները դրա մասին խոսում, հա։ Այս մասնագիտական, այն որ հնարավոր է արդյոք փորձել հայ-ադրբեջանական հարաբերություններում առկա խնդիրները այլ ձևով լուծել, ավելի լավացնել, կարծում եմ առնվազն երկար քննարկման առարկա է, չէ՞, ոչ մեկ չպետք է երկես, չէ, սա որ կա, ոչինչ հնարավոր չի անել, պետք չի անել։ Բայց այո, երբ որ մենք նայում ենք ընտրողի աչքերով,
շատ կարևոր օրինակ եք բերում, որ այս մասնագիտական խորքային վերլուծությունների դաշտից պետքա դուրս գանք։ Մարդը չէ պարզ ուզում ասում է, մենք էլ գնում ենք, ասում ենք 2 տարի է, հա 2 տարի է, որ սահմանին կրակոցներ չկա։ Լավ է, իհարկե լավ է։ Կրակոցներ չկան, զոհեր չկան, վիրավորներ չկան։ Հիմա այո, համաձայն եմ ձեզ հետ, որ մարդը ասում է Էս լավ է, էլի կա։ Հիմա լավ ինչ եք բզբզում, չէ՞։ Կարող է բզբզակ լավը լինի, կարող է, բայց կարող է վատը լինի, կարող է, որովհետև ստեղ նաև խնդիրը նույնիսկ իշխանությունը դիմությունը չի։ Մարդիկ հո գիտեն, որ պետք չի Ադրբեջանին հավատալ։ Այսինքն մարդիկ հո գիտեն, որ մեկը Ադրբեջանը կարա մի օր հարձակվի, որ պայմանական ասած, այսինքն ժողովրդական խոսքով ասած թուրքը մնում է թուրք, այսինքն այնպես չի, որ տենց մարդիկ չեն վախենում, բայց ասում են, քանի սենց կա չենք բզբզում, թող մնա։ Հիմա քաղաքական, քաղաքագիտական, անվտանգային, մասնագիտական առումով կան ռիսկեր, կան, այդ ռիսկերը պետք է լուծել։ Բայց այդ եմ ես ասում, որ հանրային խոսքի տեսանկյունից, մարդկանց հետ շփման տեսանկյունից, ըստեղ այո, չկարողացավ ընդդիմությունը երաշխավորել խաղաղության փաստը, այսինքն որ նույնիսկ եթե մենք գնում ենք լավացնում ենք, այս չի կարող խախտվի։ Այսինքն այն ինչ որ Նիկոլ Փաշինյանը ապահովել է, ասա հաստատ է, այսինքն կոպիտ օրինակ բերեմ, հա, թոշակները, որ ասենք 50,000 է, այս հաստատ է, բայց մենք գալու ենք սարքենք 60,000, այսինքն այդտեղ ոչ մեկ չի վախենում, որ կարող է գաս թոշակը իջացնես, չէ՞։ Այսինքն այդ տեսանկյունից մի քիչ տենց կարող է համեմատությունը տեղին չի, բայց ես նկատի ունեմ, այո, պետք չհաջողվեց մեծ մասամբ ցույց տալ, որ խաղաղությունը այլևս քննարկման ենթակա չի։ Մենք պետք է փորձենք ավելի լավացնենք, ավելի ամրացնենք հարաբերությունները։ Եվ չվտանգենք։ Որովհետև զուտ քաղաքական առումով մենք կարող ենք քննարկել, նաև բանավիճել, որ կան խոցելի կետեր, կան ռիսկեր Ադրբեջանի հետ հարաբերությունները, կա հնարավորություն լավացնել, իհարկե հնարավորություն, այսինքն այն որ Ադրբեջանը իր փորձով միշտ խախտել է բոլոր պայմանները։ Հիմա ասեմ, 1 տարուց ավել է մենք ունենք Ադրբեջանի հետ վավերացած մեկ փաստաթուղթ, սահմանազատման փաստաթուղթը խորհրդարաններով, ՍԴ-ներով։ Վավերացումից հետո 0 շարժ։ Այսինքն երկկողմանի կա չէ պարտավորություն սահմանած, բայց չի անում Ադրբեջանը, այսինքն փաստ խախտել է։ Բայց հիմա գնալ էս մասնագիտական, իրավական, չէ, բացատրել ժողովրդին չի հասկանում ժողովուրդը։ Չի էլ ուզում հասկանալ։ Մի քիչ ավելի պարզ, հա, երևի լեզվի կարիք կար։ Պարոն Առաքելյան, ընդդիմությունը վերցում է մանդատները, գնում է խորհրդարան եւ ըստ էության բացահայտելով, որ փողոցային պայքարը չի բացառվում, սպասում են իշխանափոխության տրիգերների, հայերը խթանիչների, որն է դա, դուք ինչ խթանիչ եք տեսնում, էլի իշխանափոխության, դա այսինքն դիմությունը սպասելու է Ռուսաստանը խիստ ճնշի Փաշինյանին տնտեսական պատժամիջոցներով սոցիալական բունտ առաջանա, մարդիկ դուրս գան փողոց, իսկ ընդդիմությունը առաջնորդի հետ շարժումը, թե եթե մի քիչ ռեալիզմի դաշտ գնանք, կարող են նման փորձեր լինել փողոցային պայքարի, հեչ չեղած այդ արմատական ընդդիմադիր կերպարը պահպանելու համար, բայց տեսել ենք 5 տարի ավելի դաժան պատմությունների ժամանակ փողոցային ցույցեր, Արցախի կորուստ, անվտանգային խնդիրներ, արդյոք հնարավոր է հիմա այդպես իշխանափոխություն բերող խթանիչների սպասել։ Անկեղծ լինեմ, այս պահին դրա նախադրյալները շատ մշուշոտ են։ Այսինքն ասել, որ կա մի միջավայր, այդ միջավայրը նաև ասենց հագեցվածության պիկը նայենք, հա, այսինքն այդ միջավայրը, որ կար եկավ, մարդիկ նաև սպասում ունեն ընտրությունների, չէ՞, այսինքն այդ կուտակվել էր, մենք ասենք, որ Ժորժ ջան, եկեք ընտրություններով կանենք իշխանափոխություն։ Հիմա դրանից հետո, որ սենց մի 2 ամիս հետո ժողովրդին նորից բերես այդ միջավայրի, շատ դժվար է, նույնիսկ էներգիա պետք է կուտակվի։ Ամենացավոտ Աստված չանի, ամենաողբերգական իրադարձությունը կարճաժամկետ հատվածում կարող է հանրային ընդվզման չբերի, որովհետև կա տոտալ հիասթափություն ոչ միայն իշխանափոխության տեղի չունենալուց, ընդհանրապես քաղաքական process-ներ, տվեց գերհագեցած քաղաքական մթնոլորտից մարդիկ ուզում են մի քիչ հանգստանան, չէ՞, այսինքն այս վերջի մի տարին օրը 24 ժամ ամբողջ ազգի ուղեղը, խոսույթը, լսելը, հա, շարժը, բան, քաղաքականացված է։ Այսինքն դա քաղաքական դաշտը դրա մեջ ապրում է, բայց մարդիկ ուզում են մի քիչ հանգստանալ, այսինքն դա էլ պետք է ընտրողին ճանաչել, այսինքն անընդհատ գնալ, ասել եկեք գնացինք, էլի ենք անում իշխանափոխություն, այդ մարդիկ հոգնում են։ Նախ այդ մարդկանց գործը չի։ Իշխանափոխության գործը, այսպես ասած, քաղաքական դաշտինն է։
Ժողովրդի գործը չի, որ ամեն ամիս այդ մարդկանց ասես դե հելեք փողոց, եկեք էս արեք, անտարբերեք։ Նախ մի կարևոր արձանագրում անենք, որ ասացիք վերջի 5 տարում։ Եկեք տեսեք, տարբեր երևի հուսանք մեր պետությունը ավելի դաժան բաներ չի տեսնի, բայց դրանք շատ դաժան պատմություն է եւ անձամբ ես որպես լրագրող նաև հոսքերին հետևելով, նաև սոցցանցերում, չգիտեմ, փողոցներում մարդկանց հետ խոսելիս չափազանց լուրջ դժգոհություն կար իշխանության դեմ, հա, ագրեսիվություն կար եւ իդեպ այն մարդիկ, ովքեր ջղայնություն են արտահայտում, մի քանի այսպես դեպքեր ես ամեն դեպքում շատ սուբյեկտիվ է եւ սա սոցիոլոգիական որևէ պատկեր չի ներկայացնում։ Փաշինյանից դժգոհ լիքը մասը մի 3-4 տարի առաջվա, ասենք Արցախի բռնի տեղահանման ժամանակ եւ իրենց խոսույթը սոցցանցերում արդեն օգոստոսի 8-ից հետո, երբ որ պարզ դարձավ թե ինչ ընդդիմադիր ուժեր են մասնակցում եւ մի քիչ փոխեցին ավելի իշխանամետ, հա, այսինքն այն պիկը այդ դժգոհությունը չօգտագործվեց։ Հիմա ինչի կարող ենք ձգտել այս իմաստով որպես ընդդիմադիր ուժ։ Նայեք, վերջի 5 տարիներին ցավոք այդ ողբերգական իրադարձությունների ֆոնին հանրային որոշակի ընդվզում կար։ Կար բնական էր, որում դա ոչ միայն քաղաքական էր, այլ հենց հանրային էր, հա, քաղաքացիական էր։ Դուրս չգային, բայց սոցցանցերում որ քաղաքացիական էր, ասել, որ հանրությունը այդ դժգոհությունը չի արտահայտում, դա խոսենք նաև Բագրատ Սրբազանի առաջնորդած շարժումը բացառիկ մեծ ծավալի շարժում էր եւ քաղաքացիների այն ծավալը որ կար, լուրջ նախադրյալներ կար փողոցային պայքարով խաղաղ հաջողության հասնելու։ Հիմա ասել, որ կան այդ նախադրյալները, բավականին մշուշոտ են, ես այս պահին չեմ տեսնում, որովհետև նախ ամենայն հարգանքով մեր ընդդիմադիր գործընկերներին, բայց մեր դիրքորոշումը խորհրդարանական գործունեության վերաբերյալ նույնպես բավականին մտահոգիչ է։ Մենք չենք կարծում, որ խորհրդարանում կարող է գեներացվել այնպիսի քաղաքական գործընթաց, որը հանրային մեծ աջակցության կարժանանա, ցավոք մեր սկզբում որ նշեցի, մեր կառավարման մոդելը այնպիսին է, որ խորհրդարանի աշխատանքները որևիցե պարագայում լավագույն ջանքի, լավագույն ցանկության նվիրման դեպքում էլ հանրային մեծ աջակցության չեն կարող արժանանալ, որովհետև հասարակությունը ընտրություններում ընդդիմության 90% ընտրելու պարագայում ավելի ուզում է մեկ բան իշխանափոխություն, հասարակությունը ընդդիմությանը չի ընտրում, որ գնաց դու խորհրդարանում օրենսդրական գործունեություն ծավալես։ Դա առաջ էր։ Գնում էր ինքը նախագահ էր ընտրում, մի հատ խորհրդարան էր ընտրում, այդ խորհրդարանը ընտրելուց ինքը գիտեր, որ այս խորհրդարանով այն նախագահը չի փոխվում։ Գնում էր խորհրդարան էր ընտրում, որ խորհրդարան լինի, օրենքներ ընդունեն, գործ անեն, իրանց դարդու ցավով աշխատեն։ Հիմա այս խորհրդարան ընտրելուց հասարակությունը թիվ 1 ընտրությունը կատարում է երկրի ղեկավարի փոփոխության։ Հետևաբար ասել, որ խորհրդարանում հնարավոր է այն էլ էս իշխանության օրոք, որ տեսել ենք վերջի 5 տարում խորհրդարանում իշխանության վարկագիծը ոնց է նսեմացրել խորհրդարանի ինստիտուտի դերը, ես հակված չեմ մտածել, որ այս առաջիկա խորհրդարանը իր ամբողջական որպես կառույց իր վարկանշով մեկ է հանրային ընկալումով դրական է լինելու, քան նախորդը։ Ես չեմ ուզում հերքել ձեզ, բայց եկեք հասկանանք ինչու ընդդիմությունը չփորձի նաև բովանդական աշխատանքի մեջ մտնել, ապացուցել, որ այս կառավարությունից, կառավարողուժից ավելի կրեատիվ գաղափարներ ունի, ժողովրդի կյանքը պետության անվտանգության, տնտեսության, մշակույթի եւ այլ սոցիալական կյանքը ավելի լավ բարելավող ծրագրեր ունի եւ ուղղակի նրանք չեն անում այդ ծրագրերը, այսինքն ցույց տալ այն անելիքները, որ ԿՊ-ն կարող է, բայց չի անում, քանի որ չի ուզում, չգիտեմ, անընդունակ է, մասնագիտական կարողություններ չունենալ եւ առաջիկա 5 տարում ապացուցել, որ դուք կարծում եք հանրությունը չգիտի դրա մասին։ Ես ուզում եմ հետեւյալ հարցի պատասխանը ստանալ. արդյոք ընդդիմությունը ձեր այդ վատատեսությամբ հանդերձ չի կարող ապացուցել այս 5 տարում, որ ինքը ավելի արդյունավետ կառավարություն կլինի։ Միգուցե պետք է այս տարբերակը փորձել փողոց, ցնցումներ, քաոս եւ այլն, դա փորձված է եւ չի ստացվել։ Սա հարց է, պնդում չի։ Չեմ բացառում տեսականորեն, այո, բայց ելի եմ ասում, մեր կառավարման մոդելը այդ հնարավորությունը շատ քիչ։ Հիմա ի՞նչ է տեղի ունենում։ Հարցը ինչի ովքեր են խորհրդարանում։ Այսինքն ընդդիմությունը գնում է, օրենսդրական նախաձեռնություններ է անում, իշխանությունը մերժում է։ Հիմա կարելի է անել ու ասել, տեսեք, այս լավ նախագիծը չընդունեց իշխանությունը։ Արդյոք դա կտա
Այս ժողովուրդը ասում է, հա չի ստացվում, տեսեք, չի ստացվում, դա միանշանակ չի, դա հերթական անգամ ցույց է տալիս, որ այս իշխանությունը ինչ ուզում անում է։ Հիմա ես չունեմ դեղատոմս թե արդյոք լավ, եթե մանդատները չվերցնեին կամ այս գործունեությունը, հա, ես չեմ ասում, որ այս ճանապարհը սխալ է, բայց առնվազն այս ճանապարհի ճշմարտացիությունը միանշանակ չէ։ Կա ծանր աշխատանք, ել եմ ասում, սկզբում որ մենք խոսեցինք, շատ կարևոր է այդ խնդիրները բացահայտելուց սկսենք մենք, այսինքն այդ խնդիրների բացահայտման համար, բացահայտումից հետո լուծումները արդյոք падգամավոր մանդատն են, փողոցային պայքարն են, օրինակ մենք որպես արտախորհրդարանական ուժ այլ մոդել ունենք, չէ՞, ասենք այլ ձև ենք սկսել աշխատել վերջին 5 տարում տիմերով, մարդկանց հետ շփվելով, փոքր գործեր անելով։ Հիմա այդ գործիքները ընտրելուց առաջ շատ կարևոր է խնդիրը բացահայտել, որովհետև երբ որ մենք խնդիրը չենք բացահայտում, չենք տեսնում խնդիրը, այլ անընդհատ ինչ-որ գործողություն ենք անում, արդյունքի չենք հասնում։ Հիմա պետք է անկեղծելի նստել, ես որ ասում եմ, սա իմ կարծիքն է, կարող է ճշմարիտ չէ, կարող է այլ խորքային խնդիրներ կան։ Սա մեր փորձից ելնելով, մեր վերլուծությունից ելնելով նշում եմ, բայց այն որ այս խնդիրները պետք է անդիմությունը բացահայտի ու հանրության հետ ազնիվ խոսա, ու նաև պատասխանատվություն կրի, չէ։ Ի վերջո հանրության մեծ մասը եկել էր, որ իշխանափոխություն արի, հիմա չենք ստացել այդ։ Պետք է կրենք պատասխանատվություն որպես ընդդիմություն։ Թե ասենք դե չեղավ, դե լավ, չեղավ, Ժորժ ջան, ինչ ասենք մյուս անգամ կրենք։ Ինչ է նշանակում կրել պատասխանատվություն։ Հեռանալ քաղաքականությունից, մանդատները չվերցնել, ասել մենք մաքսիմալիստական նպատակը չենք ապահովել, նաև այս միջին։ Բայց այդ ենք չէ եկել, Ժորժ ջան, եկել ենք ասել ենք Ժորժ ջան, մենք գնում ենք բոլորս ընդդիմադիր գոնե մեծ խաղացողները եկան ասեն Ժորժ ջան, մենք գնում ենք իշխանափոխության։ Մարդկանց այսին եկեք մեզ ընտրենք, որ իշխանափոխություն լինի։ Հիմա չի եղել։ Հիմա ինչ որ մեկը չլնելու համար պատասխանատու է, թե չէ։ Պատասխանատվություն ես չեմ ասում քաղաքականությունից դուրս գալ, մանդատը չդնել։ Գոնե կարանք ֆիքսենք պատասխանատվություն, թե չէ։ Թե էլի ասենք չստացվեց, այս որ հետ են գնում վերջի 30 տարում։ Ընդդիմությունը պարտվում է, հետո հելնում ասում է կամ իշխանություններ մեղավոր ընտրությունները կեղծեց, կամ ժողովուրդն էր մեղավոր, մեզ չհասկացավ, մեզ չեկավ չընտրել։ Վեհ գաղափարները չգնահատեց։ Չէ, այդ ձև չի։ Էլ եմ ասում, Ժորժ, եթե մտնում ես պայքարի մեջ, նախորդ պետքա վերցնես այդ պատասխանատվությունը, իմանալով դիմացի ուժը, չէ։ Կներեք, էլի այդ քաղաքական միամտությունն է մտածել, որ իշխանությունը ոչինչ չէր անելու, վարչական ռեսուրս չէր կիրառելու, այս չէր անելու, ինչ անելու էր։ Բայց գիտենք, չէ, սկզբանը տեսնում էլ էին։ Հիմա մեղադրել միակ մեղադրանքը կարար տեսական է, լավ, եթե օրինակ Երևանի ընտրությունների պես մարդիկ չգային ընտրության, բայց ընտրության էլ եկան, էլ ժողովրդից ինչ են ուզում։ Իսկն եկան, չէ, elə սպասվածից շատ եկան ընտրության։ Հետևաբար խնդիրը բացառապես ես գտնում եմ, որ ընդդիմության մեջ է։ Նույնիսկ ելի եմ ասում, եթե իշխանությունը, որը արել է այս բռնաճնշումները, վարչական ռեսուրսի կիրառումը, սա ի սկզբանե ակնհայտ էր։ Հետևաբար ընդդիմությունը պետք է այնպիսի գործիքակազմ ունենար, որ սրանց դեմ պայքարեր, պետք է ավելի արդյունավետ աշխատեր։ Հիմա եթե էլի պետք է այս սխալները չընդունենք, գնանք ասենք դե հիմա վատն է այս իշխանությունը, բռնապետությունն է, խուժանապետությունն է, ես իմ էսա են, հա, հետո ժողովուրդը հաջորդ անգամ էլ ասել, դե չեք կարող կրեք։ Ոնց որ անընդհատ ասում եմ, մտնես ֆուտբոլի դաշտ, ասես դե այս թիմը ուժեղա մրցավարը իրանց կողմից է, բախի եք մտնում դաշտ։ Փոխեք կազմը, ուրիշ մարդ թող խաղա։ Հիմա դա էլ է կարևոր, ամբողջ աշխարհում ու արևմուտքում կան, չէ, հիմա կուսակցություններ կան, որոնք գնում են, պարտվում են, այդ կուսակցության ղեկավարը փոխվում է։ Կուսակցությունը կա, բայց առաջնորդը փոխվում է, չէ, ասում եմ ես սխալ քարոզարշավ արեցի, իմ առաջնորդությամբ մեր գաղափարները սխալ տարածեցի։ Կարող է փոխվեն այս ուժերի առաջնորդները, կարող է, որը բայց մենք չենք տեսնում։ Այդ դուք ինչ եք առաջարկում, կոնկրետ քայլ, որ ուժեղ Հայաստանի հետ եք գնացել ընտրությունների, դուք առաջարկում եք, որ Սամվել Կարապետյանը չառաջնորդի այդ ուժին, այո։ Չէ, հիմա օրինակ եմ ասում, ես պետք է նստենք քննարկենք, ես հիմա էլ եմ ասում, հիմա պետք է նոր առաջնորդներ քաղաքական դաշտում նույն ընդդիմության։ Իհարկե պետք են։ Ընդդիմության առաջնորդները պետք է փոխվեն, դա ձեր եզրահանգումն է այս ընտրություններից։ Առնվազն այն առաջնորդությամբ, որտեղ կար նաև նախկինների հետ ուղիղ եւ անուղղակի որոշակի ընկալում, օբյեկտիվ սուբյեկտիվ պատճառներով, հակակարոզով իրական ոչ իրական, մի խոսքով էս փաթեթը ակնհայտ էր, չէ, որ ընդդիմության նկատմամբ կար նախկինների հետ ուղիղ եւ ոչ ուղիղ ասոցիացումներ։ Հիմա այդ տեսնում ենք, որ հանրության մոտ չի աշխատում, չէ, այսինքն չի աշխատում։ Ինչ ուզում է լինի, ես ժողովուրդը նախկիններին ու նախկինների հետ ասոցիացումներին դրական չի վերաբերվում։ Էլ եկեք չխորանանք ինչի է տենց է։ Ճիշտ է ասում իշխանությունը, սխալ ասում, արմատավորվել է, չէ՞, մեր ժողովրդի մոտ, որ նախկինները չպետք է հետ գան, ոչ մի ձևով պետք է հետ չգան։ Հիմա եթե մենք այդ չենք ճանաչում այդ փաստը, էլի նշանակում է չենք ճանաչում ժողովրդին։
Ես էլ չեմ մտնում այդ դաշտ, ճիշտ են ասում, ճիշտ չեն ասում, նախկինները ինչքան են մեղավոր, ինչքան մեղավոր չեն։ Հանրությունը չի ուզում նախկինների հետ որևէ ասոցիացիա։ Հիմա կարողանում ենք այնց կտրվենք, որ հանրությունը այդ ընկալումը չունենա։ Այսինքն էս էլ էր մի խնդիր, չէ՞։ Այսինքն իշխանությունը նաև այդ ուժերը, բացի Հայաստան դաշինքից, որ ականայդ էր, մյուս երկու ուժերը չունեին կապեր իշխանության հետ, բայց ոչ էական կապերը, չէ՞, որոշակի ասոցիացումները, որոշակի շփումները հանրության մի մասի մոտ էլի ընկալվեց նախկինների հետ ասոցիացում։ Էդ էլ էր մի հատ խնդիր։ Ու դու երբ որ դրա դեմ չես պայքարում, չես կարողանում ցույց տալ, որ այդ կապը իրական չի կամ ազդեցիկ չի, էլի ունենում ենք այս նույն խնդիրը։ Պարոն Առաքելյան, ձեր ուժը ուժեղ Հայաստան կուսակցության հետ գնաց ընտրությունների, Սամվել Կարապետյանի թիմն է, Սամվել Կարապետյանի եղբայրը նախկինների, այսպես ասենք, դեմքերից է եղել, Սերժ Սարգսյանի աշխատակազմի ղեկավար, ՀԿ խմբակցության ղեկավար, այսինքն նա ինչքան էլ ասի, ես պատասխանատու չեմ եւ այլն, կներեք, բայց պատասխանատու է եւ դուք գիտեիք ում հետ եք դաշինք կազմում։ Չէ, հիմա տենց ասել Կարեն Դուք էլ եք այսպես Կարեն Կարապետյանը որպես նախկինական գործիչ նրա հետ դաշինք եք կազմել։ Հիմա լավ է կան որ նախկիններ մերժում եք, բայց դուք այդպիսի մարդու հետ եք դաշինք կազմել։ Չէ, նայեք, հիմա նախ Կարեն Կարապետյանը այդ ուժի հիմա առաջնորդը կուսակցության ղեկավարը եղել է Սամվել Կարապետյանը։ Չէ, հիմա ասենք, չէ, մարդիկ գիտեն հիմա այդ ընտանեկան, այսպես ասենք, հիմա կար որոշակի կարա կապ լիներ, եղել է։ Հիմա հա, բայց ասել, որ այս ուժը հա նախկին իշխանության ներկայացուցիչ է, նախկին բարքերի ներկայացուցիչ է, չէ։ Տարբեր դեմքեր կային այնտեղ։ Այո, կային։ Հիմա արդյոք բայց նախկին ո՞նց է։ Լավ չէ, լավ կլիներ չլինեն, իհարկե լավ կլիներ չլինեն։ Բայց ինչ միացակ նրանց։ Ասեմ, մեր համար, ձեր եթերում էլ ենք ասել, եղել է կարևորագույն հարց։ Իշխանափոխություն ու մեր կուսակցության համար, որը առաջնային խնդիր է իշխանափոխությունից հետո գերիների վերադարձ, ու մենք ընտրությունների ժամանակ ապրելու երկիր կուսակցության ռեսուրսները այդ փուլում նաև մնացած այլ ընդդիմադիր ուժերի հետ քննարկման ժամանակ արդյունավետ օգտագործելու խնդիր ենք դրել։ Հիմա կարող եմ ասել, որոշակի ասոցիացիաներ կան ուժեղ Հայաստանի եւ նախկինների միջեւ, ամեն դեպքում դուք աջակցել եք այդ ուժին, որպես ընդդիմադիր հիմնական ուժ, ճիշտ եմ հասկանում։ Այո, կա տարակարծություններ, կա այլ տեսակետներ ուժեղ Հայաստանի կամ մյուս ընդդիմադիր ուժերի, իհարկե կա, դրա համար մենք այլ կուսակցություն ենք, ունենք գաղափարական այլ հարցերի շուրջ տարբեր տեսակետներ ունենք, իրենց էլ ենք ասում, ասելու ենք, շարունակելու ենք ասել, դա անկեղծությունը, դա որևէ խնդիր չկա։ Այսինքն մենք չենք ասում, որ ամեն ինչ իդեալական է, բայց քաղաքականության մեջ առավել եւս ընտրությունների մեջ պետք է շատ հաճախ կայացնես պրագմատիկ որոշում, հաշվի առնելով տեղն ու ժամանակը, քո ռեսուրսները ու իրականությունը, որտեղ տենց մենք կարող ենք անել, գնալ որոշ ուժերի նման ռիսկի դնել 4% անցնելու շեմը, ենթադրաբար կարող անցնենք, կարող չանցնենք։ 10000, 5000 ձեն կհավաքենք։ Կարող անցնենք, կարող չանցնենք, բայց հիմա ենթադրենք չանցնենք եւ հիմա գայինք տենց ասենք դե չանցանք եւ ինչ։ Չգնահատեցին մեր հա, տենց հա չստացվեց, էս արեց, հա հիմա գնացինք, բայց կարող անցնենք, հիմա իմաստը ո՞րն էր։ Կարող ենք անել, չէ՞, այդտեղ էլ ասել դե մենք։ Այսինքն դուք ի սկզբանե վերապահում եք ունեցել նաեւ ուժեղ Հայաստանի ու նախկինների կապի առնչությամբ, բայց պրագմատիզմի տեսանկյունից որպես ընդդիմադիր ռեսուրս ձեր կուսակցության ուժը ներդրել եք, հասկանալով, որ խնդրեմ կա ամեն դեպքում այդ ասոցիացիաների հետ կապված, ճիշտ եմ հասկանում։ Կա, մենք բազմիցս նշել ենք, որ այդ ասոցիացումները հանրության համար ընկալելի չեն։ Մենք ընդհանրապես պատկերացրել ենք, որ կար, սկզբում է խոսեցինք, շատ ավելի մեծ շանս ընդդիմադիր ավելի լայն բևեռ ձևավորելու, ավելի նոր քաղաքական դեմքերով գնալու պայքարի։ Հիմա յուրաքանչյուրս ինքն է որոշում իր քաղաքականությունը, բայց առնվազն եթե հիմա արձանագրում ենք ընտրությունների արդյունքները, գոնե իրավունք ունենք քննարկման առարկա դարձնել, որ հնարավոր է նաև այո ցուցակները, միավորումների կազմը ու կառուցվածքը առնվազն պետք է քննարկման առարկա դառնա, համարելով, որ եղել են ոչ արդյունավետ ձևավորումներ։ Շնորհակալ եմ զրույցի համար, իսկ կշարունակեք ուժեղ Հայաստանի հետ գործակցությունը, թե հնարավոր դադարեցնեք։ Չէ, հիմա անդիմադիր դաշտի հետ մեր կոնկրետ էս ձևաչափով, քանի որ ուժեղ Հայաստանը դուք ստորագրել եք, չէ՞։ Նայեք, մենք ունենք գերխնդիր, իշխանափոխություն, եթե միջև իշխանափոխությունը մեր համար շատ կարևոր ու առանցքային հարց է լինելու գերիների վերադարձի հարցով զբաղվելը։ Հիմա այդ հարցը մեր համար դառնում է օրակարգի թիվ 1 խնդիր, խոսել, բարձրաձայնել, անել ամեն ինչ, որպեսզի մեր հայրենակիցները օր առաջ վերադառնան, միջև կլինի իշխանափոխության մեծ նախադրյալներ, քանի որ կարճաժամկետ հատվածում այդտեղ մեծ
հնարավորություն չենք տեսնում, բայց գերիների հարցով Էլ եմ ասում, ասեք, կշարունակեք ուժեղ Հայաստանը ձեր գործակցությունը։ Այն օրակարգը, որը կլինի ընդհանուր, այն օրակարգը, որը կլինի համատեղ, որտեղ մենք չունենք խորքային տարածանց, իհարկե կհամագործակցենք հիմա։ Հնարավոր է ինչ-որ կետում ունենանք տարբեր կարծիքներ, այդ տարբեր հարցերի շուրջ քննարկումների արդյունքում կգանք եզրակացման։ Այս պահին դեռևս խորհրդարանում ուժեղ Հայաստան խմբակցության աշխատանքները դեռ պետք է սկսեն մնացած հարցերի շուրջ, առնվազն ուժեղ Հայաստան կուսակցությունը, նաև առաջիկայում խմբակցությունը չի փոխել իր վերաբերմունքը, որ պետք է տեղի ունենա իշխանափոխություն, չի փոխել իր վերաբերմունքը, որ ակտիվ քաղաքականությամբ է զբաղվում։ Հիմա բովանդակության վերաբերյալ միջև այս պահը մենք որևիցե խնդիր չենք տեսնում, առաջիկայում կհասկանանք։ Իսկ ձեր падգամավոր ձեր ուժից լինելու է ձեր տեսակետը ներկայացնողը, թե ուժեղ Հայաստանի ընդհանուր քաղաքականության ներքո է։ Ապրելու երկիր կուսակցության համար այս պահին մենք ունենք այն դիրքորոշումը, որ նաև մեր կուսակցության մանդատը առաջին հերթին պետք է ծառայի գերիների վերադարձի հարցին, որտեղ դա նաև ուժեղ Հայաստան դաշինքի հետ համագործակցության նաև հրապարակային առանցքային կետերից մեկն է եղել, որ անել ամեն ինչ գերիների վերադարձով, վստահ ենք, որ իշխանապողության դեպքում Սամվել Կարապետյանի ռեսուրսները ավելի արդյունավետ կծառայի այդ գործին, բայց այդ հարցը պետք է շարունակի մնալ մեր օրակարգում եւ մեր այդ մեկ մանդատը առաջին հերթին ծառայելու է ամեն ձև առնվազն գոնե բարձրաձայնել գերիների հարցը, մնացած հարցերի շուրջ բնական է, որ կունենանք համատեղ օրակարգ։ Շնորհակալ եմ ձեզ համար։ Factor TV-ում հյուրընկալել ենք Մեսրոպ Առաքելյան։